Ողջույն սիրելի հետևորդներ, Հարսնաձորի լեգենդը սերիալում այսօր մենք ականատես ենք լինում մի դրամայի, որտեղ զոհաբերությունն ու սերը բախվում են դաժան իրականությանը, իսկ հերոսների ներաշխարհում կատարվող փոթորիկները պարզապես շնչակտուր են անում դիտողին։ Իրադարձությունների կենտրոնում Վռամն է, ով սեփական մաշկի վրա զգում է, որ Նարեի հետ ինչ-որ անբացատրելի ու սարսափելի բան է կատարվում։ Թեև նա նախկինի պես համոզված է, որ Նարեի ու Հայկի միությունը բացառված է և չի կարող ունենալ ապագա, սակայն նա չի կարողանում անտարբեր անցնել իր քրոջ բացահայտ դժբախտության կողքով։ Վռամը տեսնում է, որ այդ դժբախտությունն ունի անուն ու դեմք, և այդ դեմքը Արմոն է։ Նա ամեն կերպ փորձում է պատռել լռության քողը, հարցախուզելով թե Արմոյին, թե Նարեին, սակայն բախվում է անթափանց պատի։ Նույնիսկ Սոնայի միջնորդությունն ու խնդրանքները ոչ մի արդյունք չեն տալիս։ Նարեն պահում է քար լռություն, որի տակ թաքնված է ահռելի ցավ, իսկ Արմոն շարունակում է իր ստոր խաղը, ձևացնելով, թե ամեն ինչ բնականon է ու հրաշալի։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ Սոնան, չդիմանալով ներքին ճնշմանը, զանգահարում է Հայկին ու հայտնում դաժան ճշմարտությունը Նարեի կայացրած որոշման մասին։ Նարեն հասկանում է, որ այլևս չի կարող թաքնվել և որոշում է անձամբ հանդիպել Հայկին, բայց սա սովորական հանդիպում չէ։ Սա հանդիպում է, որտեղ Նարեն պետք է սպանի իրենց սերը սեփական ձեռքերով։ Նա պատրաստվում է ասել ոչ թե իրական ճշմարտությունը, այլ այնպիսի բաներ, որոնք կստիպեն Հայկին հրաժարվել իրենից, զզվել ու հեռանալ հավերժ։ Վռամը տեսնելով քրոջ վճռականությունն ու միևնույն ժամանակ նրա ներքին կործանումը, անձամբ է նրան մեքենայով տանում Հայկի մոտ։ Սա մի ծանր ճանապարհորդություն է դեպի սիրո վերջակետը, և ահա տեղի է ունենում այն հանդիպումը, որին սարսափով սպասում էինք բոլորս։ Նարեն հայտնում է սահմռկեցուցիչ լուրը։ Ինքն ու Արմոն ամուսնանում են։ Հայկը հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Նա պարզապես չի հավատում իր ականջներին։ Ինչպես կարող էր պատահել, որ ընդամենը 3 հավերժ սիրո երդում տված աղջիկն այսօր կանգնի իր դիմաց ու ասի, որ պատկանում է մեկ ուրիշի։ Նարեն գտնվում է ահավոր հոգեկան վիճակում։ Նրա աչքերից հոսող արցունքները սգում են իր սիրո կորուստը, բայց նա անզոր է որևէ բան փոխել։ Նա ստիպված է կրել այս դաժան դիմակը, որպեսզի փրկի Հայկին ավելի մեծ վտանգից։ Հայկը, ով հանդիպման սկզբում լցված էր պայքարելու պատրաստակամությամբ ու հույսով, Նարեի սառը խոսքերից հետո կոտրվում է։ Նա հասկանում է, որ այլևս չկա այն Նարեն, ում ինքը պաշտում էր, և որ իրենց սիրո պատմությունն ավարտվել է ամենադաժան ձևով։ Այս տեսարանը մեզ թողնում է բազմաթիվ հարցեր. ինչ կլինի Հայկի հետ այս հարվածից հետո։ Արդյոք նա կփորձի պարզել իրական պատճառը, թե հավերժ կհեռանա Նարեից։ Իսկ Նարեն ինչպես է պատրաստվում ապրել մի մարդու հետ, ում չի սիրում, և ում ներկայությունն արդեն իսկ տանջանք է իր համար։ Հարցերը բազմաթիվ են։ Պատասխանները կիմանանք առաջիկայում։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի դիտողներ։ Արդյոք սա վերջակետն է Հայկի ու Նարեի պատմության մեջ, թե սա միայն նոր ու ավելի բարդ փորձությունների սկիզբն է։ Գրեք ձեր տեսակետները մեկնաբանություններում, որոնք մենք սիրով կկարդանք։ Չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ սերիայի մանրամասն վերլուծությունը։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար։